Հաղթանակ դաշինքը վերցնելու է վաղարշապատի ավագանու մանդատները լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն ի տարբերություն դաշինքի մյուս անդամների եւ աջակիցների իրեն դեռ չի հրավիրել հարցաքննության, ինչպես նաև իրենց տունը չի խուզարկել։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, ըստ որի 5 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, Խաչատրյանն ասել է, թե 5-ից 2-ին չի ճանաչում, թերևս ընտրողներ են։ Ի դեպ, այսօր թիվ 14 ընտրատարածքային վերահաշվարկել է 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները։ Մարտի 1-ը պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել եւ մնում է քննարկման առանցքում, այլ նաեւ մի շարք հիմնական ազատությունների խախտումների շրջանակում։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը, տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն տվել է հստակ դիրքորոշումներ, արձանագրելով քննության անբավարարությունը եւ պետության չկատարած պարտականությունները։ Հոկտեմբերի 5-ին Մերձավանում մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը, թույլ չտալով շարունակել ճանապարհը։ Իրավապահները պարզել են նաև, որ միջադեպի մասնակիցները իջել են մեքենաներից եւ առանց որևէ պատճառի սկսել վիճաբանել, փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։ 3 անձի նկատմամբ հարուցել են հանրային քրեական հետապնդում, 1 անձի խափանման միջոց կիրառել կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Արտակարգ դեպք վաղարշապատում վաղ առավոտյան փրկարար ծառայությունը հազանգ է ստացվել, որ քաղաքի Մոսկովյան Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլվել եւ փլատակների տակ արգելափակված քաղաքացի կա։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ 76-ամյա կնոջը պատկանող տունն ամբողջությամբ փլվել է պայթյունի հետևանքով, իսկ փլատակների տակ մնացածը հենց տանտիրուհին է։ Փրկարարները, պարեկները, ինչպես նաեւ օգնության հասած քաղաքացիները կարողացել են նրան փլատակների տակից հանել, այնուհետև բժշկական օգնություն են ցուցաբերել։ Հեռախոսներ քրեակատարողական հիմնարկ բերված հեռուստացույցի մեջ Արմավիր հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը, դրա մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 4 բջջային հեռախոս եւ 2 բաժանորդային քարտ։ Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է 200,000 դրամ վարչական պատասխանատվության։ Իրավապահներն ըստ լրատվամիջոցների պարզել են Երևանի շինարարներ 24 հասցեում գտնվող առևտրային բանկերից մեկի վրա դիմակավորված եւ զինված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Նա նույն վարչական շրջանի 32-ամյա բնակիչ է, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում գողության համար, սակայն 3 արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը։ Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով իրավապահները նախաձեռնել են քրեական վարույթ։ Էդուարդ Պողոսյան, ժամ լրատվական։